հարկեր հնարաբերակցությունը հասանելի է համացանցում այնքանով, ինչքանով ձեզ եւ ինձ, բայց եթե դուք զլանում եք մտնել եւ այդ թիվը կարդալ, ես կարող եմ նշել, որ 23.6% է։ Այ ամբողջ խնդիրն է, որ հարկեր հնարաբերությունը պակասել է թե նվազել է, այդ հարցի պատասխանը թերևս նորից ինձ չպետք է ուղղեք, որովհետև հարկեր հնարաբերակցության Ձեր պատասխանը որ գնահատական եք դնում, ես ընդունում ձեր ոգևորությունը տարբեր հարցերի պատասխանելուց մի քիչ սառը ջուր լսեմ ձեր ոգևորվածության վրա, այդ որ ասում եք այսքան տնտեսական աճը փուչի կա մի մասը, եթե հարկեր հնարաբերակցությունը չի պահպանվել գոնե նախորդ տարվա մակարդակով, ուրեմն ձեր ասածները փուչի կա, ուրեմն փուչիկի մասին մի խոսացեք։ Ես քանի որ հասկանում եմ շատ բաներ կան փուչիկներ, այդ շատ բաներ կան փուչիկներ, այդ շատ ելույթներում, բայց 5.9% հնայի աճը դա փաստ է, ես ցավում եմ, որ դուք անգամ տեղեկություն չունեք նրա մասին, որ ոսկու վերարտահանումը 0-ին մոտ ազդեցություն ունի իրականում հնայի աճի մեջ եւ ուղղակի ցավ եմ ապրում, որ այդ մինիմալ գիտելիքները չեք տիրապետում։ Լավ, հարգելի գործընկերներ, եկեք բան անենք, փորձենք մասնագիտական բանի մեջ մնալ, բան աղազան, հարկեր հնարաբերակցությունը կարա նվազի, ու դա վկայ ոչ թե տնտեսության վատ վիճակի մասին, այլ տնտեսության աճի կառուցվածքի մասին, որովհետև կարող է հարկունակ ոլորտները քո մոտ չաճեն, ուրիշ ոլորտներ աճեն։ Ինչ վերաբերում է ոսկուն, այդ մասին էլի խոսել ենք, որ այդ վերարտահանումը մեր հնայի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն չի ունեցել։ Եթե պարոն Հակոբյանն այստեղ ավելի լավ Պարոն, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ եք, տեղակալ եք, նախագահ եք։ Մենք ծրագիր ունենք, որ հարկեր հնարաբերակցությունը 26 թվականին պետք է հասնենք այդ ինչ-որ տոկոսի, 25%-ից քան տոկոս։ Հասնում ենք, թե չենք հասնում։ Անաղազան, իմ կարծիքով դինամիկան, որը կա նորմալ է, բայց այդ ինչը որ գրվում է, դա կանխատեսում է, որը հնարավոր է որոշակի շեղումներ ունենա։ Այսինքն ընթացքում, եթե մի քիչ ավելի լավ է դու տնտեսությունը չճնշես, ավելի խիստ վարչարարություն կիրառես ու սահմանափակես մարդկանց աշխատելու հնարավորությունը, եթե դա է պահանջում իրականությունը, քան ինչ որ ցուցանիշ ամեն գնով ապրելու համար հարկային ռեկետի գնանք ու բան անենք։ Խնդրեմ։